Բարի լույս, սիրելիներ, Հովհաննու ավետարանի 9-րդ գլխում հետևյալ դրվագն է այսօր։ Եվ Հիսուս ասաց. դատաստանի համար եկա այս աշխարհ, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան։ Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին եւ նրան ասացին. Միթե մենք էլ կույր ենք։ Հիսուս նրանց ասաց. եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, եւ ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է։ Սիրելիներս, այսօրվա հոգևոր նախաճաշի հարցադրումն է. մենք կույր ենք, թե տեսնում ենք։ Եվ սա իսկապես խորհրդավոր հարցադրում է։ Եթե ես ինձ համարեմ կույր, պիտի ասեմ այդ դեպքում ես Տիրոջ պատվիրանը գիտեմ։ Ես գիտեմ, թե ինչ է մեղքը, ինչ է արդարությունը, ուրեմն կույր չեմ։ Բայց իմ ընթացքը կույրին հավասար ընթացք է, որովհետև մեղավոր ընթացք է։ Ուրեմն մենք քրիստոնյաներս, որ ճանաչեցինք, ճաշակեցինք եւ տեսանք, որ քաղցր է Տերը, իրավունք չունենք կուրորեն մեզ պահելու, կույրի նման քայլելու։ Բայց մեղքին այնքան ենք տրվում, որ այլևս կույրի պես ենք դառնում։ Այսօրվա հոգևոր նախաճաշի մեջ մի հետաքրքիր կետ կա։ Գողի եւ ավազակի նման չպիտի մոտենանք, այլ պիտի մոտենանք ճշմարիտ հովի նման, ով գիտի ճանապարհը Տիրոջ փառախը մոտենալու։ Եթե տեսնում ենք, ուրեմն ճանապարհն էլ ենք տեսնում։ Եվ այդ Տիրոջ փառախը հայ առաքելական մայր եկեղեցին։ Ուրեմն կույրը երբեք չի կարող իր մայր եկեղեցու ճանապարհը գտնի եւ կուրորեն կթափառի եւ իր կուրությունը ծածկելու համար արդարացումներ կունենա։ Իսկ տեսնող մարդը ճանապարհը տեսնում է եւ գալիս է դեպի այդ փառախը, որտեղ այլևս ինքը կույր չի կարող լինել, որովհետեւ եկեղեցին է, որ մեզ սրբում, մաքրում է մեր մեղքերից եւ արժանացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի եւ արյան ներկայությանը։ Բացենք մեր օգու աչքերը, տեսնենք Տիրոջ ճանապարհը, տեսնենք նաեւ մեր մեղքերը այս պահուց ընթացքին եւ կարողանանք ազատվել դրանցից։ Տիրոջը ավելի մոտ լինելու համար։ Բարի եւ խաղաղոտ ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։